Աստվածաշնչային եբրայերենն անցել է զարգացման երկու փուլ։ Վաղ աստվածաշնչային մեր թվարկությունից առաջ 12-ից 6-րդ դարերը, այսինքն եբրայական ցեղերի կողմից Քանանի նվաճումից մինչև Հուդայի թագավորության անկումն ու հրեաների բաբելոնյան գերությունը։ Եվ ուշ աստվածաշնչային մեր թվարկությունից առաջ 5-ից 2-րդ դարերը, հետբաբելոնյան ժամանակաշրջանից մինչև Հուդայում խասմոնեյանների, մակաբեացիների տոհմի իշխանության ավարտը։ Վաղ աստվածաշնչային եբրայերենով են գրված Թորան, Մովսեսի հնգամատյանը, Թանախի առաջին 5 գլուխները, Մարգարեից դատավորած, թագավորած գրքերը եւ Թանախի մի քանի այլ գլուխները։ Թանախում պահպանված եբրայերենի հնագույն նմուշը համարվում է Դեբորայի երգը, քանանցիների դեմ հրեական ցեղերի պատերազմներից մեկը գլխավորած ու ոգեշնչած հերոսուհու ու Մարգարեի անունով։ Այդ լեզուն նաև Դավիթ ու Սողոմոն թագավորների օրոք գոյություն ունեցած Իսրայելի միացյալ թագավորության, իսկ նրա տրոհումից հետո հյուսիսային Իսրայել ու հարավային Հուդա թագավորությունների պաշտոնական լեզուն էր։ Ուշ աստվածաշնչային եբրայերենով են գրված Սաղմոսները, Երկերքոցը, որոշ Մարգարեից գրքերը։ Այս շրջանում, որը մոտավորապես սկսվում է բաբելոնյան գերությունից հրեաների վերադարձով, եբրայերենը սեմական մի քանի այլ լեզուների հետ մեկտեղ աստիճանաբար դուրս է մղվում արամեերենի կողմից որպես խոսակցական, սակայն շարունակում է գործածվել որպես գրական ու ծիսական լեզու։ Հրեական միջավայրում արամեերենի նշանակության ու ազդեցության մասին է վկայում այն, որ Թանախի մաս կազմող Եզրասի ու Դանիելի գրքերի որոշ գլուխներն արամեերեն են։ Հետագայում ստեղծվում են նաև ամբողջ Թանախի արամեերեն մի քանի թարգմանությունները, որոնք հայտնի են արամեական թարգմանություն անունով։ Դրանցից առավել հայտնին եւ հուդայական կրոնական դպրոցներում, յեշիվաներում հատուկ ուսումնասիրվողը հուդայականություն ընդունած Հույն Օնկելոսի թարգմանությունն է, Թարգում Օնկելոսը։ Ընդգրկելով գրեթե 1000-ամյակ աստվածաշնչային եբրայերենն այդուհանդերձ աչքի են գնում քերականության ընդհանուր կայունությամբ։ Թեև շարադրանքի ոճի վրա զգալի է այս կամ այն ժամանակաշրջանի խոսակցական լեզվի ազդեցությունը։ Թանախի ընդհանուր բառապաշարը մոտավորապես 8000 բառ է։ Արդի եբրայերենի առավել գործածելի 1000 բառից 800-ը հանդիպում են Թանախում։ Եբրայերենն իր պատմության ամենավաղ շրջանից գրավոր լեզու էր։ Քանանը համարվում է այբենային գրի բնօրանը։ Գրի ու գրականության հարուստ ավանդույթներ ունեին նաև հարակից երկրները, հատկապես Եգիպտոսն ու Միջագետքը։ Եբրայեցիները բավականին վաղ արամեացիների հետ գրեթե միաժամանակ փոխառան փյունիկյան գիրը, որն իրենց միջավայրում ինքնուրույն զարգացում ապրեց եւ հեռացավ փյունիկյան սկզնատեսակից։ Այս գիրը մասնագիտական գրականության մեջ կոչվում է պալեոեբրայական, վաղնջական եբրայական։ Բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո հրեաները, ովքեր արդեն արամեախոս էին, փոխառան արամեական տառատեսակներից մեկը, որը հայտնի է քառակուսի գիր անունով։ Ենթադրվում է, որ գրի փոփոխությունը տեղի ունեցավ պալեոեբրայական գրի վաղ տարբերակը պահպանած եւ զարգացրած սամարացիներից հրեաների կրոնական եւ ազգային տարանջատման գործընթացի շրջանակներում։ Այնուամենայնիվ, պալեոեբրայական ու քառակուսի գրերը որոշ ժամանակ գործածվում էին զուգահեռաբար, սակայն ի վերջո քառակուսին հաստատվեց որպես հրեաների միակ գիրը եւ այսօր էլ որպես այդպիսին հանդես է գալիս արդի եբրայերենի պարագայում։